Կարող ենք շունչ քաշել։ Մերձավոր Արևելքում անխուսափելի համարվող պայթյունը առայժմ հետաձգվեց։ Թրամփը որոշել է երկարաձգել Իրանի հետ հրադադարը, որոշման հետ կապված որոշ մանրամասներ հրապարակել է Truth Social-ի իր էջում։ Ըստ այդմ, խաղաղության պայմանների հարցում Իրանի իշխանության ներկայացուցիչները լուրջ տարաձայնություններ ունեն եւ ժամանակն է անհրաժեշտ միասնական դիրքորոշում ձևավորելու բանակցություններին ներկայացնելու համար։ Ռազմական ակտիվ գործողությունները չեն սկսվի, սակայն կշարունակվի Հորմուզի նեղուցի շրջափակումը ամերիկյան ռազմածովային ուժերի կողմից։ Միաժամանակ Թրամփը տարածաշրջանում ամերիկյան ուժերին հրամայել է մնալ լիակատար պատրաստվածության վիճակում անհրաժեշտության դեպքում Իրանի դեմ ռազմական գործողություններն ակտիվացնելու նպատակով։ Հրադադարի նոր ժամկետի տևողության մասին որոշակի տեղեկություններ չկան։ Թրամփը սպասում է վերջնական համաձայնության վերաբերյալ Իրանի միասնական առաջարկին եւ շտապեցնում է ներկայացնել այն հնարավորինս արագ։ Իսկ Իրանը մերժում է սպառնալիքների տակ բանակցություններ վարելը։ Թեհրանից հերթական անգամ հայտարարել են, որ չեն նահանջի ռազմական սպառնալիքների առաջ, ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ ռաունդի ժամկետները դեռ հստակ չեն։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Կրկնակի դանակահարության ենթարկվածները եղել են մայր ու դուստր նոր մանրամասներ բրբանքից։ Կալիֆոռնիան պատրաստվում է ընտրությունների, ինչ պետք է իմանա ընտրողը առաջիկա օրերի անելիքների մասին։ Օլիմպիական մայթերը Լոս Անջելեսը պատրաստվում է 2028-ին։ Ինչն է եղել խաղային ինդուստրիայի հսկայի ողբերգական մահվան պատճառը, պաշտոնական պատասխանն արդեն կա։ Կալիֆոռնիայում օձերի հարձակումները դառնում են մահացու ահազանգող վիճակագրություն։ Բարև ձեզ, ես Լենա Կարապետյանն եմ, դուք միացել եք Glendale News-ին, եթե ուզում եք աջակցել մեզ, բաժանորդագրվեք մեր ալիքին եւ իհարկե անպայման լայքեք տեսանյութը, իսկ հիմա անցնենք այսօրվա թեմաներին։ Սպանվածը մայրն է, ծանր վիրավորվածը դուստրը։ Նոր մանրամասներ են բացահայտվել Բրբանքում տեղի ունեցած կրկնակի դանակահարության դեպքի վերաբերյալ։ Իրենց տանը հարձակման ենթարկվողները եղել են մայր ու դուստր։ Դանակահարության հետևանքով մահացել է 59-ամյա կինը, նրա 25-ամյա դուստրը ստացել է ծանր վնասվածքներ, նա առայժմ հիվանդանոցում է, վիճակը կայուն է։ Ոստիկանությունը ձերբակալել է 30-ամյա քաղաքացուն, նա կասկածվում է սպանության եւ սպանության փորձի մեջ եւ գտնվում է կալանքի տակ։ Նրա համար սահմանվել է $2 միլիոն գրավ։ Ոստիկանությունը հայտնաբերել է նաեւ հանցագործության գործիք հանդիսացող դանակը։ Հանցագործությունը տեղի է ունեցել հյուսիսային Բրայթոն փողոցի տներից մեկում։ Արտի վարման հայտնի ուսուցչուհի էր Բրեդ Հարտ տարրական դպրոցում։ Դուստրը հայտնի է որպես հոգեկան առողջության պաշտպան, հարևանները նրանց բնութագրում են որպես բարի ընտանիք։ Հանցագործության շարժառիթների մասին դեռ մանրամասներ չեն հաղորդվում։ Գործի քննությունը շարունակվում է։ ԱՄՆ ռազմածովային ուժերը կարող են հրաժարվել թանկարժեք ավիակիրներից, որոնք այսօր ամերիկյան հզորության ու ծովային գերակայության խորհրդանիշն են հանդիսանում։ Պաշտոնյաները վերանայում են Ֆորտ Դասի նավերի նախագծերն ու ծախսերը։ Այս գործընթացը պետք է ավարտվի հաջորդ ամիս։ Կառուցման ընթացքում են այս պահին եւս 3 նման նավեր։ Դեռևս հայտնի չէ նախատեսված 2 նոր նավերի ճակատագիրը։ Թրամփը վաղուց է քննադատում այս ավիակիրների տեխնոլոգիաները։ Նա ներկայացրել է նոր ռազմանավի դիզայնը։ Այն կոչվում է Թրամփ դասի մարտանավ։ Առաջին նավի արժեքը գերազանցում է $17 միլիարդ, սա 4 միլիարդով թանկ է Ֆորտ դասի նավերից։ Չի բացառվում նաև նոր նավերի վրա միջուկային ռեակտորների օգտագործումը, դա էլ ավելի կբարձրացնի նոր նավերի արժեքը։ Հեռուստահաղորդավար Թաքեր Քարսոնը ներողություն է խնդրել, նա զղջում է Թրամփին աջակցելու համար։ Նա այս մասին խոսել է իր շոուի ժամանակ, իր խոսքով ինքը տանջվելու է այդ մտքից երկար ժամանակ։ Թրամփի նախկին կողմնակիցը այժմ կտրուկ քննադատում է նրա քաղաքականությունը։ Քարսոնը դիրքորոշումը փոխել է Իրանի դեմ պատերազմի պատճառով, նաև այդ պատճառով հեռուստահաղորդավարի հարաբերությունները վարչակազմի հետ բավական լարված են։ Ընդ որում, նա Թրամփի նախկին համախոհներից միակը չէ, որ դեմ է արտահայտվել նախագահի քաղաքական կուրսին։ Նա Թրամփի աջակիցների շարքում տեսանելի դեր է ունեցել, ակտիվ մասնակցել է նախագահի նախընտրական քարոզարշավին, իսկ նրա որդին աշխատել է փոխնախագահ Վենսի գրասենյակում։
Արդեն 10 ամիս մայրը և 5 երեխաները գտնվում են Թեքսասի ներգաղթյալների կալանավայրում։ Դատավորը առաջարկել է անհապաղ ազատել ընտանիքին։ Այս ընտանիքը կալանավորվել է հոր ձերբակալությունից հետո։ Վերջինս կասկածվում է Քոլորադոյում իրականացված հարձակման մեջ։ Ընդ որում ձերբակալման պահին ընտանիքի հայրն ու մայրը արդեն ամուսնալուծված էին։ Ներքին անվտանգության դեպարտամենտը դեմ է ընտանիքի ազատմանը։ Ընտանիքի հայրը բնութագրվում է որպես ծայրահեղական։ Իշխանությունները ցանկանում են արտաքսել ողջ ընտանիքին, սակայն դատավորը պահանջում է պատշաճ դատական ընթացակարգեր։ Մայրը առողջական խնդիր ունի, փաստաբանները պնդում են, որ նա բուժման կարիք ունի։ Կալանավայրի բժշկական ծառայությունից վստահեցնում են, որ ապահովում են լավագույն պայմանները։ Երեխաները 5-ից 18 տարեկան են։ Կանոնակարգերը արգելում են նման դեպքերում երեխաներին բանտում պահել 20 օրից ավել։ Այս ընտանիքը կալանավայրում է արդեն գրեթե 1 տարի։ Թրամփի տնտեսական վարկանիշը կտրուկ նվազել է այն մարտի 38%-ից ապրիլին հասել է 30%-ի։ Իրանի պատերազմը գնաճի նոր ալիք է բարձրացրել։ Թրամփը դժվարանում է կատարել իր տնտեսական խոստումները։ Նույնիսկ հանրապետականների շրջանում է պակասել վստահությունը նրա հանդեպ։ Ամերիկացիների մեծ մասը դժգոհ է նախագահի գործողություններից, միայն 1/4-ն է հավանություն տալիս Թրամփի գործելակերպին։ Ամերիկացիների 3/4-ը տնտեսությունը գնահատում է վատ։ Տնտեսական անվստահությունը հատկապես աճել է երիտասարդ հանրապետականների շրջանում։ Փորձագետները կանխատեսում են դժվարություններ առաջիկա միջանկյալ ընտրություններում։ Կալիֆորնիայում մոտենում է հունիսի 2-ի նախնական ընտրությունների օրը, քաղաքացիները կընտրեն նահանգապետ, քաղաքապետ եւ կոնգրեսականներ։ Սա կարևոր փուլ է նոյեմբերյան ընտրություններին ընդառաջ։ Ընտրողները պետք է հիշեն մի քանի հիմնական ժամկետ։ Ապրիլի 23-ից կսկսվի տեղեկատվական ուղեցույցների առաքումը։ Մայիսի 4-ից ընտրողները կստանան փոստային քվեաթերթիկներ։ Վաղաժամ քվեարկության կայքերը նույնպես կբացվեն այդ օրը։ Գրանցման վերջնաժամկետը մայիսի 18-ն է։ Մայիսի 23-ից կբացվեն հատուկ ընտրական կենտրոնները։ Ընտրության օրը հունիսի 2-ին կենտրոնները կգործեն առավոտյան ժամը 7-ից երեկոյան 8-ը։ Քվեարկության ավարտից հետո կսկսվի ձայների հաշվարկը։ Արդյունքները կհրապարակվեն ամբողջ գիշեր եւ հաջորդ օրերին։ Ընտրական հանձնաժողովները պետք է հաստատեն արդյունքները մինչեւ հուլիսի 2-ը։ Լոս Անջելեսի դպրոցականները կթողնեն թաբլետները եւ կանցնեն թղթին։ Սա ամենախոշորագույն դպրոցական համակարգի նոր որոշումն է։ Խորհուրդը միաձայն հաստատել է սահմանափակման մասին նոր բանաձևը։ Այն արգելում է սարքերի օգտագործումը առաջին դասարանցիների համար։ Ծնողները երկար ժամանակ պայքարում էին այս փոփոխության համար։ Նրանք դժգոհում էին երեխաների թվային կախվածությունից եւ վատ ցուցանիշներից։ Բանաձևը պահանջում է վերանայել բոլոր տեխնոլոգիական պայմանները, այն գործելու է 2026-27 ուսումնական տարվանից սկսած։ Աշակերտներին կարգելվի YouTube դիտել դասերի ընթացքում։ Ծնողները պետք է հնարավորություն ունենան հրաժարվել թվային սարքերից։ Դպրոցները պետք է մշակեն յուրաքանչյուր դասարանի համար հստակ քաղաքականություն։ Սա լուրջ հարված է կրթական տեխնոլոգիաների տարածմանը։ Նախկինում շեշտը դրվում էր համակարգիչների եւ թաբլետների վրա։ Այժմ Լոս Անջելեսի դպրոցական համակարգը փոխում է իր մոտեցումը։ Այս քայլին աջակցում են նաև բազմաթիվ ուսուցիչներ։ Այս շարժումը տարածվում է նաև ԱՄՆ այլ նահանգներում։ Roblox խաղային հարթակը հայտնվել է դատական ճնշումների տակ, այն պետք է միլիոնավոր դոլարներ վճարի անվտանգության համար։ Ալաբաման կստանա 12 միլիոն 200 հազար դոլար, Արևմտյան Վիրջինիան 11 միլիոն դոլար փոխհատուցում։ Սա երեխաների պաշտպանությանն ուղղված կարևոր գործարք է։ Ընկերությունը պարտավորվել է նաև խստացնել իր անվտանգության կանոնները։ Ընկերությունից գանձվող գումարները կուղղվեն դպրոցական անվտանգության ծրագրերին։ Արևմտյան Վիրջինիայում այդ միջոցների հաշվին կֆինանսավորվեն կրթական սեմինարներ։ Այնտեղ կնշանակվի նաև հատուկ մասնագետ, նա կհամակարգի երեխաների անվտանգության հարցերը։ Roblox-ը մեղադրվում է վտանգավոր բովանդակության համար։ Խաղերում առկա են բռնության եւ սեռական բնույթի դրվագներ։ Նոր կանոնները կպահանջեն տարիքային ստուգում բոլորի համար։ Արգելվում է գաղտնագրված չաթերը անչափահասների համար։ Դեռևս առկա են բազմաթիվ դատական հայցեր ընկերության դեմ։ Դրանք կենտրոնացված են Կալիֆորնիայի դաշնային դատարանում։ 7 նահանգ շարունակում է իրավական պայքարը։ Փիթսբուրգում ֆուտբոլային միջոցառումների պատճառով փակվում են դպրոցները։ Ազգային ֆուտբոլային լիգայի NFL-ի դրաֆթը կատվածահար է արել քաղաքը։ Աշակերտները կանցնեն հեռավար ուսուցման։ Միջոցառումը կտևի չորեքշաբթիից մինչև ուրբաթ 300 հազար բնակիչ ունեցող քաղաքն այդ օրերին մինչև 700 հազար այցելու կունենա։
Քաղաքի ճանապարհները կփակվեն անվտանգության նկատառումներով, աշակերտների տեղաշարժը դառնում է մեծ խնդիր։ Ոմանք տրանսպորտի են սպասում ժամերով։ Մյուս կողմից Փիթսբուրգի ռելիեֆն է դժվարացնում երթևեկությունը։ Ժամանակավոր հեռավար ուսուցման անցնելը նպատակ ունի գոնե մասամբ խուսափել այդ դժվարություններից։ Հակառակ որոշակի անհարմարություններին տեղի իշխանությունները ոգևորված են։ Նրանք համոզված են, որ նման մասսայական միջոցառումը Փիթսբուրգի համար իր գրավչությունները ցուցադրելու լավագույն հնարավորությունն է։ Այն այլևս միայն արդյունաբերությամբ հռչակված չէ։ Այս օրերին Փիթսբուրգը հյուրերին կներկայանա նաև որպես արհեստական բանականության, ռոբոտաշինության և զբոսաշրջության խոստումնալի կենտրոն։ Լոս Անջելեսի մայթերն առաջիկայում ավելի բարեկարգ ու հարմարավետ կդառնան 2028 թվականի օլիմպիական խաղերին ընդառաջ քաղաքային խորհուրդը այդ նպատակով հատկացրել է 9.5 միլիոն դոլար։ Հիմնական աշխատանքները կընթանան մրցումների վայրերի մոտակայքում, կվերանորոգվեն նաև երկրպագուների գոտիները և կարևոր ուղիները։ Մոտ 5.3 միլիոն դոլար կուղղվի շինությունների բարեկարգմանը, մոտ 4 միլիոն դոլար կտրամադրվի տեղական նախաձեռնությունների համար։ Այդ աշխատանքներում ակտիվ կներգրավվեն Լոս Անջելեսի պահպանության կորպուսի ներկայացուցիչները և տեղի երիտասարդները 18-ից 26 տարեկան։ Այդ աշխատանքներին մասնակցելը կդիտարկվի որպես աշխատանքային փորձ։ Մասնակիցները կվարձատրվեն ու կստանան շինարարների որակավորում։ Մինչ օրս պատրաստվել է 3 խումբ, 4-րդ խմբի ուսուցումն ու նախապատրաստումը դեռ շարունակվում է։ Անսովոր հանցագործության դեպք է գրանցվել գիտական աշխարհում։ Վիսկոնսինի համալսարանի աշխատակիցներից մեկը փորձել է թունավորել գործընկերոջը նախանձելով նրան։ Այս մասին հայտնի է դարձել դատական փաստաթղթերից։ Գիտնականն ընդունել է իր մեղքը։ Նա օգտագործել է վտանգավոր քիմիական նյութեր։ Զոհին փրկել է այն, որ խմելիս նկատել է ջրի տարօրինակ հոտն ու համը։ Մեկ այլ դեպքում գիտաշխատողը թունավորել էր գործընկերոջ կոշիկները։ Թունավորումը պլանավորելիս գիտնականը օգտագործել է ChatGPT-ին, նա փնտրել է նյութերի վտանգավոր չափաբաժինները։ Այժմ գիտնականն ազատված է աշխատանքից և գտնվում է հսկողության տակ։ Համալսարանը զրկել է նրան հետազոտական արտոնություններից։ Նա ազատ է արձակվել գրավի դիմաց։ Քննությունը դեռ շարունակվում է։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ ունենք հրապարակումներ, որոնք վստահ եմ կհետաքրքրեն ձեզ։ Ավելի քան 1 միլիոն դոլարի թմրանյութ մեկ մեքենայում վստահելի ճանապարհորդի կարգավիճակով 25-ամյա քաղաքացին Կալիֆոռնիայի սահմանին բռնվել է կոկաինի տեղափոխման կասկածանքով։ Մաքսային և սահմանային պաշտպանության աշխատակիցները նրա վարած մեքենայում գտել են 1 միլիոն դոլարի թմրանյութ։ Ըստ ուղղող ծրագրի գնահատականի այդ անձը որակվել էր ցածր ռիսկային, բայց պարզվել է հակառակը։ Մաքսավորները նկատել են կասկածելի դետալներ մեքենայի դռներում։ Շան օգնությամբ հայտնաբերել են 20 փաթեթ։ Դրանք պարունակում էին ավելի քան 60 ֆունտ կոկաին։ Ընդհանուր արժեքը գնահատվում է 1 միլիոն 100.000 դոլար։ Միջադեպը տեղի է ունեցել Սան Իսիդրոյի անցակետում։ Սա աշխարհի ամենածանրաբեռնված ցամաքային սահմաններից մեկն է։ Այն կապում է Սան Դիեգոն և Տիխուանան։ Կալիֆոռնիայում այս տարվա ընթացքում արդեն 3-րդ մահվան դեպքն է գրանցվել օձի խայթոցից։ Վերջին զոհը 78-ամյա մի կին է հյուսիսային Կալիֆոռնիայից։ Նրան հասցրել են հիվանդանոց, բայց փրկել չի հաջողվել։ Խայթած օձի տեսակը դեռ հայտնի չէ։ Սովորաբար նահանգում տարեկան գրանցվում է օձի խայթոցի միայն 1 մահ։ 2026-ը դեռ չի սկսվել, բայց արդեն 3 զոհ կա։ Նախորդ դեպքերը տեղի են ունեցել փետրվարին և մարտին։ Իրվայն քաղաքում 25-ամյա բնակչին օձը խայթել էր հեծանիվ քշելիս Վենտուրա շրջանում 46-ամյա կնոջը զբոսանքի ժամանակ։ ԱՄՆ-ում տարեկան լինում է մինչև 8000 օձի խայթոց, սակայն մահվան դեպքերը սովորաբար չեն գերազանցում 5-ը։ Ենթադրվում է, որ անսովոր տաք եղանակներն են օձերին դարձրել ավելի ակտիվ։ Մասնագետները հորդորում են զգույշ լինել։ Օրվա լրահոսից այսքանն էինք առանձնացրել, թողարկումը կշարունակի իմ գործընկեր Մանու Հարությունյանը։ Միլիոնավոր մարդիկ հազարավոր կիլոմետրերի ճանապարհ են կտրում, հասնում Կալիֆոռնիա տեսնելու համար այն հրաշքները, որոնք Կալիֆոռնիայի բնակիչների կողքին են բառից բուն իմաստով։ Բայց արդյոք օգտվում ենք այդ եզակի հնարավորությունից։ Մանու Հարությունյանը այսօր Կալիֆոռնիայի ամենահայտնի թանգարանների մասին է պատմելու։ Վստահ եմ, նրան լսելուց հետո թանգարան այցը երբեք չեք հետաձգի։ Բարև ձեզ։
Կալիֆորնիան ոչ միայն արևի եւ հոլիվուդյան փառքի երկիր է, այլև մշակութային հսկայական գանձարան։ Գիտեք, որ այստեղ են գտնվում աշխարհի ամենաայցելվող թանգարանները, որոնք պահում են պատմության, գիտության եւ արվեստի եզակի գլուխգործոցներ։ Մեր այսօրվա ճամփորդությունը կբացահայտի այն 5 վայրերը, որոնք պարզապես պետք է տեսնել։ Լոս Անջելեսում գտնվող Գեթի կենտրոնը Կալիֆորնիայի ամենահայտնի թանգարաններից է, որն ամեն տարի ընդունում է մոտ 2 միլիոն այցելու։ Այն հայտնի է եվրոպական գեղանկարչությամբ, քանդակներով եւ լուսանկարներով։ Թանգարանի ճարտարապետությունն ու այգիները նույնպես արվեստի գործեր են։ Մուտքն անվճար է, սակայն հարակից ծառայությունների, ասենք մեքենան կայանելու համար անհրաժեշտ է վճարել։ Այս թանգարանները ոչ միայն կրթական օջախներ են, այլև ճարտարապետական գլուխգործոցներ, որոնք հիացնում են իրենց տեսքով։ Յուրաքանչյուրը պատմում է յուրովի, լինի դա տիեզերքի գաղտնիքները, թե մարդկության անցյալի դրվագները։ Մեր ճամփորդության հաջորդ կանգառը աշխարհի ամենանորարարական գիտական կենտրոններից մեկն է, որտեղ գիտությունը դառնում է զվարճալի եւ շոշափելի, անկախ տարիքից ու հետաքրքրություններից։ Սան Ֆրանցիսկոյում գտնվող Էքսպլորատորիումը գիտության եւ արվեստի ինտերակտիվ թանգարան է։ Այն ունի տարեկան մոտ 900,000 այցելու։ Այստեղ կան հարյուրավոր գործնական ցուցանմուշներ, որոնք բացատրում են ֆիզիկայի եւ բնության երևույթները։ Սա կատարյալ վայր է երեխաների եւ հետաքրքրասեր մեծահասակների համար։ Մուտքի տոմսերը սկսվում են մոտ 30-ից $40, կախված տարիքային խմբից։ Կալիֆորնիայի թանգարանների հավաքածուները շատ բազմազան են, հնագույն արվեստից մինչև ժամանակակից տեխնոլոգիաներ։ Այս հաստատությունները հանդիսանում են մշակութային կամուրջներ, որոնք կապում են անցյալն ու ապագան։ Եթե արվեստի սիրահար եք, հաջորդ թանգարանը հենց ձեզ համար է։ Սա իսկական դրախտ է արվեստասերների համար իր լայնածավալ եւ եզակի ցուցադրություններով։ LACMA-ը Լոս Անջելեսի արվեստի թանգարանը Արևմտյան ԱՄՆ-ի ամենամեծ արվեստի թանգարանն է։ Տարեկան մոտ 1.5 միլիոն այցելու ունի։ Այն պահպանում է ավելի քան 150,000 գործ հնագույն ժամանակներից մինչև մեր օրեր։ Հայտնի է իր համաշխարհային մակարդակի ժամանակավոր ցուցահանդեսներով։ Մուտքի տոմսերը հիմնականում արժեն $20-ից $25, բայց որոշակի օրերին Լոս Անջելեսի բնակիչների համար մուտքը կարող է լինել անվճար։ Թանգարանային այցելությունները ոչ միայն գիտելիքների աղբյուր են, այլև հանգստի հրաշալի միջոց ընտանիքի կամ ընկերների հետ։ Յուրաքանչյուր թանգարան ունի իր ուրույն հմայքը, ձևավորելով Կալիֆորնիայի մշակութային դեմքը։ Մեր հաջորդ առաջարկը հենց այդ ոլորտից է՝ գիտության եւ պատմության աննկարագրելի մի համադրություն, որը ձեզ կտեղափոխի ժամանակի մեջ։ Այն մի վայր է, որտեղ դինոզավրերի կմախքները հանդիպում են տիեզերական ուսումնասիրություններին, ստեղծելով մի յուրահատուկ մթնոլորտ, որը երկար ժամանակ չեք մոռանա։ Բնական պատմության թանգարանը տարեկան ընդունում է շուրջ 1 միլիոն այցելու։ Այն ցուցադրում է հսկայական հավաքածուներ, այդ թվում դինոզավրերի կմախքներ, հազվագյուտ թանկարժեք քարեր եւ Կալիֆորնիայի բնության պատմությունը։ Թանգարանը առաջարկում է խորը պատկերացում կյանքի էվոլյուցիայի մասին։ Մուտքի տոմսերը սովորաբար արժեն $15-ից $20, որոնք կարելի է ձեռք բերել նաեւ առցանց թանգարանի կայքում։ Մենք հասանք մեր ցանկի վերջին, բայց ոչ պակաս կարևոր թանգարանին։ Սա մի վայր է, որտեղ արվեստը հանդիպում է ճարտարապետական համարձակ լուծումներին։ Այս հաստատությունները մեզ հիշեցնում են մարդկային ստեղծագործ մտքի անսահման հնարավորությունների մասին։ Հուսով ենք, որ այս կարճ ճամփորդությունը կդրդի ձեզ անձամբ այցելել այս վայրերը եւ զգալ այդ ամենի հզորությունը։ Վերջին կանգառը Սան Ֆրանցիսկոյի մշակութային սիրտն է։ SFMOMA-ը Սան Ֆրանցիսկոյի ժամանակակից արվեստի թանգարանը ունի տարեկան շուրջ 1.2 միլիոն այցելու։ Այն հայտնի է 20-րդ եւ 21-րդ դարերի արվեստի իր հարուստ հավաքածուներով, ներառյալ գեղանկարչություն, քանդակ եւ լուսանկարչություն։ Այս թանգարանը ավելի քան 33,000 ցուցանմուշ ունի։ Թանգարանը հաճախ կազմակերպում է աշխարհահռչակ ժամանակակից նկարիչների ցուցահանդեսներ։ Մուտքի տոմսերը սովորաբար արժեն $25-ից $30 մեծահասակների համար։ Այսօր մենք միասին բացահայտեցինք Կալիֆորնիայի 5 հրաշալի թանգարանները։ Պատմելը կարճ տևեց, բայց հավատացեք, դրանցից յուրաքանչյուրը կարող է ձեզ անմոռանալի ժամանց պարգևել ոչ թե մի կարճ այցելության, այլ բազմաթիվ հանգստյան օրերի համար։
Այսօրվա համար պատրաստել ենք այսքանը, եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով, իսկ մենք կսպասենք ձեր լայքերին և մեկնաբանություններին, կհանդիպենք վաղը ժամը 5-ին, հաջողություն։